Սա ժամանակին ծառայել է որպես գինու կարաս։ 2011 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերված այս գունազարդ կարասը 6000 տարի առաջ ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող հազարավոր գտածոներից մեկն է։ Ու այս գտածոներն աշխարհին ներկայացնելու հնարավորություն կընձեռնվի։ Հայաստանում Արենի 1 քարայրում քարայրային առաջին թանգարանն է ստեղծվելու։ Վիվան ու Արենի 1 քարայր գիտահետազոտական հիմնադրամն են գործակցում։ Թանգարանը 2 դահլիճից է բաղկացած լինելու, իսկ Վիվան աջակցելու է, որ այն լինի 1 կետից կառավարվող, անվտանգային համակարգով ապահովված ու ցուցանմուշների պահպանությունն իրականացվի բարձր մակարդակով։ Цель этого проекта выходит за рамки создания. Այս ծրագրի նպատակն ավելին է, քան Արենի 1 քարայրում թանգարան ստեղծելը կամ դրա կառավարման համակարգն ու անվտանգությունն ապահովելը։ Մեր գործընկերության անկյունաքարը հնագիտական ժառանգության պահպանման միջոցով գիտահենք տուրիզմը զարգացնելն է։ Մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող հետևողական վերաբերմունքը թույլ կտա ապահովել ամբողջական շղթա, պեղումների միջոցով կարևորագույն նյութերի հայտնաբերման, դրանց ներկայացման եւ ենթակառուցվածքների զարգացման միջև։ Պատկերավոր ասած, մենք մեր հնագիտական ժառանգության հետ հաղորդակցվելու հնարավորություն ենք տալու աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին։ Վայոց ձորում հիմնադրամը արդեն 7 տարի է հետազոտություններ է իրականացնում։ Կենտրոնում Արենի քարայրի ու Արփագետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրություններն են։ Քարայրային թանգարանը կնպաստի նաև Վայոց ձորի մարզում տնտեսական ակտիվացմանը։ Եվ ասեմ ձեզ, որ թանգարան ստեղծելը դա բավական դժվար գործ է, որտեղ խնդիրը միայն ցուցափեղկերի մեջ չէ, այլ մշակել այն կոնցեպտը, որով այդ իրերը պետք է ցուցադրվեն։ Հիմա այստեղ Վիվայի մեծ օգնությունը նա է, որ մենք ամբողջությամբ միանգամից կահավորում ենք թանգարանը, այսինքն դա միասնական կոնցեպտի բերելու խնդիրն է լուծում մեզ։ Հայաստանում դուք քիչ կգտնեք հնագիտական այսպիսի թանգարան, նախ քարայրային թանգարան չեք գտնի, սա առաջինն է, եւ երկրորդը Արենին այսօր ունի բավական մեծ հնչեղություն հանրային եւ բավական այցելուներ են սկսում գալ եւ այս ծրագրի ներդրումը, այսպես ասած, բնականաբար կտրուկ կերպով կավելացնի մեր այցելուների թիվը։ Թանգարանի ստեղծման աշխատանքներից հետո մասնագետներն ակտիվ ցուցադրություն են նախատեսում, իսկ մինչև այդ պետք է համբերատար աշխատել, քանի որ քարայրը թանգարան դարձնելու նպատակը գործակցող կողմերի ժամանակատար ու հետևողական աշխատանք է պահանջում։ Նունե Գրիգորյան, այսօր։